Պարոն Փափազյան, հայ առաքելական եկեղեցու շուրջ օղակը ժամ առ ժամ սեղմվում է։ Վերջին իրադարձություններին գիտեմ, որ քաջածանոթ եք, հետևում եք։ Ընդհանուր առմամբ ձեր գնահատականը, ինչպիսին է, ինչ եք կարծում, ինչու է իշխանությունը այս փուլում սկսել արշավ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հստակ է բոլորին համար, որ Նիկոլ Փաշինյանը գբադրաստի առաջիկա ընտրությունները, որ դեղի պետք է ունենան ամենան ուշը 7 հունիսին եւ ինքը գուզե դգարացնել կամ չեզոքացնել բոլոր ինտիմություններու զորավի գանքնող անձնավորությունները կամ այդ բոլոր անձնավորությունները, որ իրեն հետ համաձայն չեն, համաձայնություն չունին։ Հստակ է, որ այսօր բոլոր ինտիմություններու դեմ, այսինքն սկսի սխմել իրականությունը եւ գիտենք, որ եկեղեցու դեմ իր բայկարը անշուշտ անօրինական բայկար է, բայց նաեւ խանգարե Հայաստանի ուրեմն constitution-ը ուրեմն գիտենք, որ Հայաստանի մեջ որ բոլոր ասենք ժողովրդավարական երկիրներու մեջ բաժանում կա, այսինքն եկեղեցու եւ պետության միջև ինքը իբրև պետության ներկայացիչ ինքը գուզե նշանակել եկեղեցիի հոգևոր բեդը ինչ որ կարելի չէ ինչ որ հագասություն է սահմանադրության հետ Հայաստանի եւ հագասություն է նաեւ բոլոր ժողովրդավարական սկզբունքներու հետ ուրենք գիտենք որ երբ որ սկսավ այդ շարքը Սամվել Ղարաբեդյանով սրբազաններով քաղաքական ինտիմատիրներով ինքը պատրաստեն ընդրությունները որովհետեւ գվախնա ինքը գիտագից է որ ժողովրդականությունը իջած է իսկապես եւ գասկած ունի առաջիկա ընդրություններու արդյունքով Պարոն Փափազյան, բայց եթե հանկարծ Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ Աստված մի արասցե հաջողությամբ պսակվի ու Փաշինյանը հասնի իր նպատակին, ըստ ձեզ ինչ վիճակ կլինի Հայաստանում։ Արդյոք հիմա մենք պատրաստ ենք նման զարգացումների։ Ինքը կանի մը տեստեր ըրած է Փաշինյանը։ Տեստեր ըրած է մեկ գարանավորել ցանցնավորություններ, գարանավորել սրբազաններ, մեկ հայդարությունը ռա որ բիդի ինքը բիդի փոխե այսին կաթողիկոսը եւ ուրեմն գտեսնե եթե նախ միջազգային օրեն ուրեմն բադասխան գա եւ ներքին մագարտակը վրա եթե բադասխան գա եթե ինքը շատ հերու է տա պետք է ինքը գիտնա որ ամեն ինչը չի գտնարանել եթե ինքը շատ հերու գերտա արդեն գտնա մսել իրեն որ միջազգայինորեն պատրաստություններ կան որպեսզի բադասխան ստանա ինքը որովհետեւ շատ հերու չի գտնար տալ այն բեդությունները որ զորավի կգանքնին այսօր Հայաստանին եւ վարչապետին չեն գտնար ընդունել որ ժողովրդավարությունը ձայրեղ ցևով այսինքն խախտվի այսօր խախտված է բայց եթե ավելի հերու է տա այդ բեդությունները որ իրեն զորավի կգանքնին ալ զորակցությունը գտածրեցնեն եւ նաեւ կան այսօր ճշմարտաբար Հայաստանի վրա գարկ մլորակրողներ որ հասկացած են վիճակը միջազգայինորեն լրակրողներ որ հասկացած են որ այսօրվա Հայաստանը ժողովրդավարական Հայաստան չէ եւ այդ ռեժիմը եւ Փաշինյանը ամեն ինչ պիտի պաշտպանելու համար իր ռեժիմը եւ գարկմը լրակրողներ արդեն Ֆրանսիայի մեջ բայց ուրիշ դեր պատրաստ են արտականքել պատրաստ են այսինքն ցույց տալ որ Հայաստանը այդ ժողովրդավարական բաստիոնը չէ որ ինչպես որ գուզեն ներկայացնել իշխանությունները
Պարոն Փափազյան, դուք ձեր խոսքում էլ նշեցիք, ես էլ ավելացնեմ, որ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եկեղեցու դեմ այս արշավը սկսվեց, երբ որ կաթողիկոսը Սփյուռքում, հա, իր հայտնի հայտարարությունը արեց Արցախի մասով։ Տեսեք, որոշ վերլուծաբաններ ասում են, որ այս ճնշումը նաև գործադրվում է որոշակի չափով Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, Փաշազադեի անունն են նշում։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան, այսինքն Հայաստանի հանդեպ բացասաբար տրամադրված պետությունները վախեր ունեն եկեղեցու շուրջ։ Այսինքն եկեղեցին կարող է դառնալ այն համախմբումը, որից հետո կարող է զարթոնք ապրել երկիրը ու ամենայն դեպս այսպիսի վախերի պատճառով է, որ հիմա ականատես ենք լինում նրան, ինչ որ կատարվում է Հայաստանում։ հստակ է, որ այսօր Էրդողանի եւ Ալիևի լավակուն տեխնազուն Փաշինյանն է, լավակուն վարչապետը իրենց համար Փաշինյանն է, ասիկա հստակ է։ Հստակ է նաև, որ եկեղեցու դեմ այդ բայկարը, որ գտանե Փաշինյանը, շատ քիչ զորակցություն գարցանակրե Սփյուռքի մեջ, շատ քիչ, այսինքն չկան գազագերբություն, ես չանտիբեցա, չտեսա, չլսեցի մեկ գազագերբություն, որ զորավի կգանքնի Փաշինյանին իր եկեղեցու դեմ բայկարին ձիրին մեջ, ասիկա չկա։ Ընդհանրակը բոլորը կդատաբարեն, բոլորը կքննադատեն, բոլորը կնշեն, որ Փաշինյանը կշարունակի անպատասխանատու քաղաքականություն մտանել, որ կդգարացնե հայկական կողմը։ Ես քանի անգամ գրկնած եմ 5 տարի որ կգրկնեմ, որ Փաշինյանը այսինքն իր առաքելությունը այն է, որ դգարացնե հայկական կողմը։ Սկսավ դգարացնելու համար Հայաստանի ժողովուրդը, երբ որ բաժանումը հրավ սև ու սպիտակ, ժողովուրդ էլիտա, Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, Թուրսի ներսի հայեր, ուրեմն գործի դգարացնել, բաժանել հայ ժողովուրդը։ Եվ նաև երբ որ սկսավ ինքը Արցախը հայտարարել, որ Արցախը իրեն համար մաս կգազմի Ադրբեջանին, եւ որ մեր բոլոր բայկարը դարիներու ընթացքին այն է, որ եւ նույնիսկ միջազգային օրեն բայկարը այն է, որ Արցախը հայկական է, միջազգային ընտանիքը պետք է ճանչնա Արցախը իբրև անկախ պետություն, այսօր բոլոր մեր կոլձընկերները միջազգայինորեն գործված են չեն հասկանալ, որ ուրեմն Հայաստանի վարչապետը չի պաշտպանել Արցախը։ Ցեղասպանության մասին, երբ որ Ժնևի մեջ հարցականի դակ դրավ ցեղասպանության իրականությունը, նույնիսկ այսինքն ինքը կպաշտպանե բոլոր թուրք-ադրբեջանական թեզերը մեր դեմ, հայերու դեմ, ինքը հայերու դեմ գաշխատի, ինքը գաշխատի բոլոր այն ուրեմն բայկարը, որ դարին դասնյակ դարիներու ընթացքին Հայաստանի վարչապետը գուկա եւ թշնամիներուն գարձիկը գբաշխանի Ալիևի գարձիկը գբաշխանի երբ որ գսե որ Արցախը գբատկանի Ադրբեջանին Էրդողանի գեցվածքը գբաշխանի երբ որ հարցականի դա գտնի հայկական ցեղասպանությունը եւ վերջապես Ալիևի եւ Էրդողանի համար գիտեք քանի անգամ իրենք հայտարարած են որ խնդրեմը Սփյուռքն է որովհետեւ Սփյուռքը բայկարող է որովհետեւ Սփյուռքը կպաշտպանի Արցախ ու Հայաստանը որովհետեւ Սփյուռքը կպաշտպանի արժեքները մեր արժեքները ուրեմն մենք իրենց համար խնդրեմ ենք եւ որովհետեւ մենք իրենց համար խնդրեմ ենք Փաշինյանը գդգարացնի Սփյուռքը գդգարացնի ընդանրապես հայկական կողմը ասիկա աչքերը պետք է բանալ աչքերնից պետք է բանանք պետք է հասկանանք որ հարցումը գա որու համար գաշխատի Փաշինյանը որուն հաշվուն գաշխատի ի վերջո իր բոլոր աշխատանքը որ գտանի որուն շահերը կպաշտպանի ասիկա շատ հստակ եւ կարեւոր հարցումն է որ պետք է քննել իբրև նախընտրական ուրեմն վերլուծումներ
Եվ պարոն Փափազյան, ինչ պետք է անի այսօր Սփյուռքում գտնվող հայը եւ Հայաստանում ապրող հայը առաքելական եկեղեցու կողքին կանգնելու համար։ Մենք պետք է այսինքն առաջ կառնվի, որբեսի վարչապետը շատ հերու չստա, որովհետև գրնա իսկապես լուրջ խնդիրներ ստեղծվել թե Սփյուռքի մեջ, թե Հայաստանի մեջ։ Այսինքն ինքը ես վստահ եմ, որ գուզե որ այս խնդիրները դեղի ունենան, որբեսի խառնե բոլոր կարգերը եւ որբեսի շարունակի գալանավորել, որբեսի ինտիմատիրները գալանավորե, որբեսի բոլոր ուժերու ներկայացիչները, ինտիմության ուժերու ներկայացիչները գալանավորե, որբեսի ինքը հանգիստ երթանդրություններուն։ Այսօր թե մենք պետք է ուրեմն արձագանքենք։ Այսօր թե մենք պետք է արձագանքենք, մենք պետք է աշխատենք, որբեսի Հայաստանը դառնա իսկապես ժողովրդավարական երկիրը, որ հարկվին բոլոր գարզիկները, որ ժողովուրդը ազատ լա, խաղաղաբրիան շուշ, որովհետև բոլորին նպատակն է, բայց չընդունել, որ բռնադիրական բեդությունը հաստատվի Հայաստանի մեջ։ Եվ դուք ձեր խոսքում նշեցիք վտանգների մասին, այն վտանգներից խոսեցիք, որ եթե օրինակ Փաշինյանը հաջողության հասնի, վտանգներ կլինեն։ Մենք բոլորս էլ գիտենք, որ հայ առաքելական եկեղեցին, լինի դա Հայաստանում, Սփյուռքում, թե Արցախում, այն կառույցն էր, որը միախմբում էր բոլորին, հա, որտեղ հավաքվում էին անկախ նրանից Սփյուռքի ինչ որ համայնքներ, տարաձայնություններ ունեին իրար հետ, թե չէ, նույն էլ Հայաստանում։ Հիմա եթե հանկարծ այդ կառույցը որոշակի չափով խարխլվի, Սփյուռքում ինչպիսին կլինի իրադրությունը, ինչ վտանգների առջև կկանգնենք մենք։ Սփյուռքը իր եկեղեցի դեմ համախմբված է, ասիկա հստակ է, եւ գրնա բաժանում դեղի ունենալ հետո եկեղեցի մեջ, որովհետեւ Սփյուռքը չընդունի, որ դիկտատորական ցևով Փաշինյանը որոշե ով պիտի լա եկեղեցի հոգևոր բեդը, ով պիտի լա առաջիկա կաթողիկոս մգա այսօր, այս կաթողիկոսը նրված է եկեղեցիի ուրեմն ժողովներու գողմե եւ բեդությունը իրավունք չունի, ռեժիմը իրավունք չունի, վարչապետը իրավունք չունի, այսինքն ինքը փորձել ղեկավարել եկեղեցին, կարելի չէ ասիկա պատմության մեջ չգա, բացի դերևս սովետական միության մեջ եւ գրնանք իսկապես համեմատել Փաշինյանի ռեժիմը անգյուններ կան, որ շատ կնմանին սովետական միության ռեժիմով, բայց իրավունք չունի եւ Սփյուռքը այսինքն ամուր կգանքնի կաթողիկոսի շուրջ, եկեղեցի շուրջ, այսօրվա այսինքն ղեկավարության շուրջ, բարձրապես որովհետեւ իրավունքները պետք է հարգվին, օրենքները պետք է հարգվին, ինչպես որ արդեն ինքը Փաշինյանը գխախտե ուրեմն Հայաստանի սահմանադրությունը այս կետնի վրա, որտեղ սահմանադրությունը գբահանչե, որ բաժանում դեղի ունենա եկեղեցի եւ բիդության միջև, Փաշինյանը ինքը իր սահմանադրությունը գխախտե։